Մի փոքր լրացում ձեր հարցի հետ կապված 1000 ներողություն եմ խնդրում։ Այ ասեցիք ինչն է խնդիրը, որ ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան։ Որ դա շատ ակնհայտ ու ակնառու է։ Ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան, որպեսզի հրապարակայնորեն հասարակությունը չտեսնի, թե ինչ խայտառակ քրեական գործի հետ մենք գործ եւ առնչություն ունենք։ Միակ պատճառը դա է։ Ուրիշ պատճառ ու փաստար գոյություն չունի։ Ավարտ չեն հայտնում, որպեսզի հասարակությանը նախաքննական գաղտնիքի քողի մեջ պահեն, թե բարդ քրեական գործ ենք քննում։ Ընդհանրապես գործողություն չի արվում։ Ընդհանրապես։ Տեսեք, դրանցից մեկի վերաբերյալ նույնիսկ, օրինակ կոչի դրվագը, չէ՞։ Հայտնի կոչի դրվագը։ Այդտեղ կարելի է ասել, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտություն։ Իդեպ այս ամենը հիմա առավել քան պարզ երևում է եկեղեցու նկատմամբ ճնշումների պայմաններում, թե ինչի համար էր պետք Սամվել Կարապետյանին իր հեղինակության, իր, այսպես ասած, ուժի դիրքերից հանդես գալու նաև հենց հարգանքից ելնելով հանրության եւ վստահությունից, ինչի էր պետք ամեն կերպ մեկուսացնել։ Հիմա այդ ամեն ինչը շատ ավելի հստակ ու պարզ է երևում։ Հիմա կոչի դրվագով նախաքննության առավելագույն ժամկետը, առավելագույն, դա հանդիսանում էր 4 ամիսը գումարած 1 ամիս հնարավոր փորձաքննության դեպքում։ 4 ամիսը լռանալու արդեն ժամանակահատվածում քննիչը դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ այստեղ ինչը փորձաքննություն անեն։ Սա էր իրենց դիրքորոշումը։ Մենք էլ կհիշեք, ներկայացրել էինք փորձաքննության եզրակացություններ փորձագետների կողմից եւ քննիչը իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հերթական ամենաաբսուրդային գործողությունը, որովհետեւ որոշեցին, որ փորձագետերին պետք է ահաբեկեն, պետք է խուզարկեն փորձագետների բնակարանները, բջջային հեռախոսները, կանչեն ժամերով հարցաքննեն փորձագետերին եւ այլն։ Սա է Սամվել Կարապետյանի գործով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում։ Ինչևէ, կոչի դրվագով ժամկետը պատկերացրիք։ Այնուհետև դե տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքներ ներկայացվեցին, որոնց այսպես ասած նվազագույն, ողջամիտ, բանական, չգիտեմ, ինչ ձևակերպում, տրամաբանություն նույնիսկ գոնե պետք է ունենա, չէ՞ մեղադրանքը։ Դրանցից ոչ մեկը տրամաբանություն էլ չի ունեցել։ Եվ այս պնդումը ոչ թե մեր պնդումն է, սա դատական ակտերով հաստատված պնդում է, դատական ակտերով։ Եվ չնայած այս ամենին, եթե նայում ենք առավելագույն ժամկետը, նախաքննության, դա 10 ամիսն է։ 10 ամիսը։ Բայց ժամկետը չի հաշվարկվում առավելագույնի տրամաբանությամբ։ Ժամկետը առաջնային հաշվարկվում է ըստ ներկայացրած միջնորդության եւ դրա շրջանակներում կատարած գործողությունների։ Վճռաբեկ դատարանը շուրջ 2-3 շաբաթ առաջ մի նախադեպային որոշում է ընդունել, որը վերաբերում է իդեպ, եթե չեմ սխալվում, թող ինձ ներեն, ամեն դեպքում անուն չեմ նշի, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի խափանման միջոցի փոփոխությանը, որը վերաբերում է կոռուպցիոն մի շարք դրվագների, որով իդեպ ոչ թե կալանք էր կիրառվել, այլ տնային կալանք։ Եվ վճռաբեկ դատարանը ի վերջո գտել է, որ այդտեղ գործողությունները ճիշտ են եղել։ Ես իդեպ եւս այդ կարծիքին եմ։ Կալանքը ծայրահեղ միջոց է, ամենածայրահեղ։ Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ երբևէ արատավորված չեղած անձինք ազգային բարերարից արքեպիսկոպոսներ, մինչև եպիսկոպոսները այսպես շարունակ անձին կալանավորվում են եւ նենց հա տպավորությունը ոնց որ քրեական դատավարության օրենսգիրքը որ բացում եք, այնտեղ ուրիշ խափանման միջոց չկա։ Այնտեղ սենց բացում ես, գրած է ամենտեղ կալանք։ Դե դատավորներն էլ, քննիչներն էլ, դատախազներն էլ ասում են ինչ կարան անել։ Միայն էտա գրված։ Հետևաբար ժամկետի տեսանկյունից ժամկետները խախտված են, գործընկերներ։ Խախտված են։ Խախտված են եւ սա փաստ է։ Եվ դրա հաստատումը առաջնային նա է, որ մենք գործ ունենք անգործության հետ։ Շնորհակալ ենք, այլ հարց։